Հայաստանում թանկացումները շարունակվում են։ Պաշտոնական վիճակագրությունը սպառողական գների ինդեքսի այս տարվա հունվար-նոյեմբերը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ արձանագրել է 3,1% աճ։ Ընդ որում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն ավելացել է 0,6%-ով։ Սպառողական գների ինդեքսը միջինացված ցուցանիշ է եւ հետեւաբար ամբողջական եւ լիարժեք օբյեկտիվ պատկեր նույն թանկացումների հետ կապված չի ցույց տալիս որպես միջինացված ցուցանիշ։ Իսկ ինչ է կատարվում բացվածքի ուսումնասիրման պարագայում։ Օրինակ տեսեք, սննդամթերքի պարագայում մենք այս տարվա հունվար-նոյեմբեր ամսին ունենք կուտակային 3,8% գնաճ եւ միայն հոկտեմբերի համեմատ նոյեմբերին, այսինքն 1 ամսվա ընթացքում սննդամթերքը թանկացել է 1,3%-ով։ Թեև օրինակ հագուստ ապրանքախմբում 12-ամսյա գնաճի աննշան նվազեցում կա 0,2%-ի չափով, բայց նորից 1 ամսվա կտրվածքով 1,3%-անոց գնաճ ունենք այս ապրանքախմբում եւս։ Ինչ վերաբերում է կարևոր նշանակության ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը, տրանսպորտը եւ կրթությունը, ապա այս ծառայությունները եւս շարունակական թանկացումների ներքո են։ Եվ միայն տրանսպորտային ծառայությունների պարագայում է, որ 1 ամսվա ընթացքում թեև նորից փոքր, բայց որոշակի գնանկում ունենք։ Այս բացվածքը իհարկե տալիս է պատկեր, բայց կրկին պետք է նշել, որ ոչ ամբողջական պատկեր, ինչ է կատարվում շուկայում եւ այդ թանկացումները, գների աճը, ինչպիսի իրական ազդեցություն են ունենում յուրաքանչյուրիս եկամուտների վճարունակության վրա։ Եվ միայն օրինակ առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների փոփոխությունները շատ ավելի ամբողջական եւ բավարար պատկեր հաղորդում են։ Կառաջարկեմ միասին ուսումնասիրենք մեր երկրորդ պատկերը, թե ինչ է կատարվում սննդամթերքի գների հետ կապված։ Եվ այսպես, օրինակ, հացը մեր երկրում 12 ամսյա կտրվածքով թանկացել է 3%-ով։ Միայն 1 ամսում հացի գինն ավելացել է 0,1%-ով։ Ալյուրը թանկացել է 4,8%-ով, 1 ամսվա ընթացքում 0,2%-ով։ Այս շարքը շարունակելի է, ինքներդ կարող եք ուսումնասիրել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կարագը, բուսայուղը, ձուն, բոլորը համատարած թանկացումների ներքո են։ Եվ միայն բանջարեղենի պարագայում նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամսվա համեմատ թեև ունենք գնանկում, բայց նորից այս տարվա նոյեմբերին, այս տարվա հոկտեմբերի համեմատ ունենք 8,6%-անոց գնաճ բանջարեղենի պարագայում։ Մեր ներկայացրած պատկերի աճ հատվածում, ինչպես արդեն նշեցինք, նախորդ ամսվա, այսինքն 1 ամսվա ընթացքում գների փոփոխությունն է ցույց տալիս եւ ինքներդ եք տեսնում, որ միայն 1 ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության պարենամթերքի դեպ այս ցանկը բնականաբար ամբողջական չէ, բայց այս ապրանքախմբերի մասով, բացառապես բոլորի մասով մենք ունենք թանկացումներ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք այսօր գտնվում ենք թանկացումների ներքո, գտնվում ենք շարունակական թանկացումների ներքո եւ հաշվի առնելով նախատոնական տրամադրությունները, դրանով պայմանավորված պահանջարկի կտրուկ աճը ենթադրվում է, որ հաջորդիվ եւս, այսինքն օրինակ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ այս ապրանքախմբերի առնվազն այս ապրանքախմբերի մասով մենք կունենանք եւս թանկացումներ։ Տեսեք, մենք ունենք թանկացումների առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ կապված ներկայացված իրականությունը։ Եվ այս իրականության կողքին քարոզչական տիրույթում վերջին օրերին անդրադարձեր կապված մեր երկրում աղքատության մակարդակի հետ կապված թոշակային տարիքի հետ կապված խնդիրներ։ Տեսեք, այդ թվում որոշակի մեսիջներ հնչում են, տեսլականներ հնչում են, որոնք գուցե նաև ինչ-որ իմաստով լավ են, որտեղ կա որոշակի ճշմարտություն։ Օրինակ, որ ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմքում կրթությունն է։ Իհարկե տեսականորեն ճիշտ է եւ սրա դեմ հանդես գալը իրականում հնարավոր էլ չէ։ Նաև շատ լավ եւ դրական մեսիջ է, որ կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցների, քաղաքացիների համար լավագույն ժամանակաշրջանն է կամ գոնե օրինակելի պարագայում այդպիսին պետք է լինի, օրինակ տնտեսական գործունեությամբ զբաղվելը եւ այլն։ Թողնենք մի կողմ, թե այս քարոզչությունը իրականության, այսպես միս ու արյուն կստանա, թե կմնա այդպես էլ մանիպուլատիվ հայտարարությունների, տրամադրությունների, տրամաբանության ներքո, սա հարցի մի կողմն է։ Եթե անգամ պատկերացնենք, որ ամենաարդյունավետ գործունեության եւ ճիշտ նպատակադրումների, իրական նպատակադրումների պարագայում իրականացվեն գործողություններ, իսկ այդ ամենը
պարտադիր գործողություններ է ենթադրում իրականություն դառնալու համար, ապա հասկանալի է, որ նշված յուրաքանչյուր մեսիջի, թեզի իրականացումը երկարաժամկետ պլանավորման գործընթաց է։ Մինչդեռ այսօր սոցիալական խնդիրների հողի վրա իրական լուծումների առաջարկներ որևէ կերպ չեն հնչում, իսկ սոցիալական խնդիրները բավական սուղ են եւ հատկապես ու առավելապես սուղ են թոշակային տարիքի մեր համաքաղաքացիների համար, ում համար կրթության վերաբերյալ բարի կամքն ու բաժակաճառերը ցավոք սրտի իրականության մեջ խնդիր չեն լուծում։